Դրախտի ալվան ծաղկից մինչև ուր որ գնաս հետդ կգամ։ Աշխատել ենք ներփաճաշապություն բերել դասական ոճի մեջ։ Իսկ փայլփլուն Արթուզարդը երեկոյի տրամադրությունն ընդգծելու համար է։ Երեկույթը ոնց որ փայլային ուզեցինք լինել, հիմա ինքն էլ փայլուն, ես էլ եմ փայլուն։ Փայլը կա, բարձր տրամադրությունը նույնպես։ Տարածված կադրերը հուշում են վարչապետի գլխավորությամբ վարչաբենդի հրավիրած ուրբաթ երեկոն թեժ է անցել։ Տրամադրություն պետք է չլիներ, էլի այդքան ուրախանալու։ Ավելի հետաքրքիր բաներ կա նայելու։ Մայրաքաղաքի փողոցներում շատերը չէին հետևել, այսպես ասած, իրական Հայաստանի երաժշտական ֆլեշմոբ համերգին։ Ասում են, չի հետաքրքրում, ժամանակը չէ, ծանր հոգսերն էլ քիչ չեն։ Ինչ է դարքրվում, ինձ թոշակն է դարքրվում, որ կարանամ ապրեմ։ Եթե երկրի վիճակը լավ վիճակում լիներ, ամեն ինչ նորմալ լիներ, դա խնդիր չէի տեսնի ես։ Իսկ հիմա։ Դե հիմա կարծում եմ շատ ավելի կարևոր հարցեր կան։ Դրան ոչ ես լսում եմ ճնշումս բարձրանում է։ Վարչաբենդի Վարչաբենդը զբաղված մարդը։ Դարձան երաժիշտ, առողջապահության նախարարը, պարող։ Պարոհին թող, որովհետև այսօր մեր երկրում ոչ մեկը իր տեղում չի։ Չեմ ասում, որ դա վատ է, բայց ամեն դեպքում վարչապետը երկրի ղեկավարը պետք է իր գործով զբաղվի, ոչ թե չեմ կարծում։ Իմ համար դա ճիշտ չէր։ Իմ կարտիկով դրա ժամանակը չէր։ Լավ էլ ժամանակն էր։ Շփտերես այս տղամարդը համաձայն չէ, պատրաստ է այս հարցով բոլորի հետ բանավիճել։ Ախի վարչապետի պես լավ տղա կա։ Ամենալավ տղեն ինքն է այսօր։ Հա, լուրջ եմ ասում։ Դրանից առաջվաններին նայի, հետո նոր սրան նայի։ Տես ինչ տղա է, դու նրանց չես տեսել։ Իրականում մեր այսօրվա հիմնական խնդիրը լուծեցինք, ավարտեցինք։ Որովհետև մեր խնդիրը այս երգը ձեզ ներկայացնելն է, հույս ունեմ ձեզ դուր եկա։ Ինչքան դուր եկա։ Քանի որ հյուրերն ասում են Փաշինյանի հեղինակած իրական Հայաստանի երգը հավանել են, վարչաբենդը նոր անակնկալներ է խոստանում։ Նոր երգեր են գրվում են, և հենց կարած լույսը տեսանք սկսելու ենք էլի նույն տեմպով պարապել և որպեսզի հաջորդ անգամ ձեզ ներկայանամ։ Երեկոյի մասնակցության իրավունքը խիստ էր, տեղերը սահմանափակ, գրանցումը նախօրոք։ Նախապես իրավունքը ստացած առողջապահության նախարարի անոնսված պարը նույնպես հաջողությամբ կայացավ։ Էրմինե Ղարիբյան, Սիմիկ Մայելյան, Էպիկենտրոն։